Դեպի մասին եկա կտրվեք, չէ։ Դες ծնվեց Green Life-ը ստեղծելու գաղափարը, մենք բոլորս սենյակային միսեր սիրում ենք, որ երբ որ կարծիքով սենյակու բնության հետ կապված ինչ-որ էլեմենտ առնում ենք, բնության ավելի մոտ ենք մեզ զգում, այս գաղափարական մասը և երկրորդ պատճառը Green Life-ը ստեղծելու, որպես փոքր բիզնես ֆինանսական ապահովում ունենալու համար։ Ի տարբերություն սենյակային բույսերի, որոնք խաղաղների մեջ աճեցնում են խնամք որոշակի իրավունքներ և դժվարություններ պահանջում, Green Life-ը կոմպոզիցիաների առումով մի փոքր հեշտացրել է այդ խնդիրը և նրանց խնամքը շատ ավելի մինիմալ ուժեր և միջոցներ է պահանջում, որտեղ կոմպոզիցիաները սկզբանե կառուցվում են հնարավորինս հաշվի առնելով խնամքի պահանջների մինիմալությունը, այսինքն ջրելու հաճախականություն, պարարտացնելու հաճախականություն և բույսերը սրսկելու, խնամելու, վերատնկելու անհրաժեշտության բացակայություն։ Կոմպոզիցիաները սկզբանե ասեմ, որ ստեղծվում են երկու տարբերակով, մի տարբերակում ի սկզբանե մասնագետի կողմից ստեղծվում են կոմպոզիցիաներ, որոնք ընտրվում են արդեն հաճախորդների կողմից իրենց նախասիրություններով։ Եվ երկրորդ տարբերակը, երբ հաշվի է առնվում հաճախորդի նախասիրությունները, նախապատվությունները այս կամ այն տեսակի բույսերի հետ կապված և հաշվի առնում նաև տարածքի ինտերիերը, որտեղ որ գտնվելու է կոմպոզիցիան, սկսած լուսավորությունից, որտեղ բույսեր կան լուսասեր են, բույսեր կան ստվերադիմացկուն են, արևի ճառագայթների ազդեցության տակ գտնվել է կոմպոզիցիան, թե գտնվել է ավելի ստվերային կամ կաբինետային վիճակում։ Այդ ամենը հաշվի առնելով ստեղծվում է կոմպոզիցիան, որը զարդարում և գեղեցկացնում է ինտերիերը և յուրահատուկ մայքա ամուսը ինտերիերը։ Մենք հիմա զրույցի զուգահեռ նաև փորձենք մի փոքրիկ գեղեցիկ կոմպոզիցիա պատրաստել, որպեսզի նաև պարզ լինի կոմպոզիցիայի պատրաստելու ընթացքը և հետաքրքրությունը։ Մենք նախապես արդեն ունենք նյութերը ձեռքի տակ, մշակված, բույսերը ունենք, որոնք արդեն կտրոնավորված են, արմատակալած, այս պայնդրությամբ մշակված հնաքիմիկատների յուրահատուկ տեսակներով կապված պարազիտների, միջատների, հիվանդությունների մասով և ինչ-որ աքսեսուարներ, որոնք հետաքրքրացնեն մեր կոմպոզիցիան։ Ընտրել ենք Spherics Drosh սիրուն ապակի, ապակիների տեսակները կարող լինեն տարբեր, էլի կախված հաճախորդի նախասիրությունից կամ այն բույսերից, որոնք որ գտնվելու են կոմպոզիցիայի մեջ։ Կան բույսեր, որոնք որ իրենք շատ մեծացող չեն, հատկապես կակտուսների, սուկուլենտների խմբի պատկանող բույսերը իրենց համար նախատեսված ավելի փոքր տարածքա անհրաժեշտ լինում և իրենց հետ ավելի հեշտ է աշխատել։ Այն բույսերը, որոնք որ ավելի արագ են աճում և մեծանում են, ավելի դժվար է փոքրիկ կոմպոզիցիաների մեջ ներառել, սակայն տարբերակներ հնարավոր է գտնել և այդ դեպքում կոմպոզիցիաները լինում են ավելի մեծ ծավալում, այդ կախված էլի հաճախորդի ցանկությունից և ինտերիերից և տարածքից, որտեղ որ կոմպոզիցիան գտնվելու է։ Բնականաբար, քանի որ բույսեր ենք տնկելու և որոնք աճելու են, հիմքը հիմնական կոմպոզիցիայի կազմում է հողախառնուրդը, մենք վերցրել ենք սև ահովի կարմիր ավազի հողախառնուրդ, որ նախատեսված է այս պարագայում մեր բույսիկների համար։ Ու զուգահեռ արդեն կոմպոզիցիան կազմավորելու ընթացքից, դետալների տեղակայումից գործողությունները մի փոքր անկանխատեսելի են։ Հետաքրքիր է նրանով Green Life-ի այս գաղափարի և կոմպոզիցիական բույսերի կոմպոզիցիաների ստեղծումը, որ չկա որևէ ստանդարտացված օրենքներ, հատուկ այս կամ այն դետալի տեղակայումը հաշվի առնելու կամ բույսի կոմպոզիցիայի որևէ հատվածում փոխելու անհատի որոշակի օրենքներ, որոնք որ արվեստի սրտան ջուրերում գրեթե բոլորում առկա են կոմպոզիցիայի կառուցում, կոմպոզիցիայի կենտրոն, հիմք,
այս դեպքում նաև ամրություն, որտեղ եւ տեղափոխման եւ հետագա շարժելու վերադասավորելու ակնով չունենան խնդիրներ եւ բույսերը կարողանան հանգիստ աճեն եւ իրենց զգան ապացիայի մեջ։ Քանի որ բնական բույսեր էին եւ որոնք որ հետագայում նաեւ պետք է աճեն, պետք է հաշվի առնել անպայման արմատային համակարգի ճիշտ տեղակայումը, հողախառնուրդի մեջ նրանց հետագա սնուցումը ապահովելու համար։ Բույսը մշակված է, բայց այն ավելորդ հատվածները, որոնք որ մեր կանխվածության խանգարում են, կարող են հեռացվել։ Դիմայր պարագայում հերկագործում են, ոսում ենք օգտագործենք հիմնական բնական դետալներ, որոնք որ ևս ինքնության հետ մեր կանխվածությունների կապը, այսպես ասած ավելի կարող են ամրապնդել, ավելի գեղեցիկ են նայվում կանխվածությունների մեջ։ Օգտագործում են ճիշտ հատուկ գործիքներ չկա կամպազիաներ կառուցելու ընթացքում օգտագործելու համար այստեղ գործիքներ, բայց ես ավելի շատ նախընտրում եմ այն կամպազիաները, որտեղ որ ձեռքերը հասանելի են, ավելի շատ աշխատել հենց կոնկրետ ձեռքերով, որտեղ նաև զգում ես, որ բույսի աղմուկները ոնց ես տեղավորում, Մարկա հողախառնուրդը նորմալ է, փչելի արժեք ծածկում, աղոթային խորշիկներ մնում թե չէ տարանքներում։ Հետաքրքիր փաստ նաև Green Life-ի կամպազիաների հետ կապված, ստեղծում են կամպազիաներ, որոնք նաև հերմետիկ փակ են, շատ յուրահատուկ կամպազիայի տեսակներ են, սկզբանե ընտրվում են այնպիսի բույսերի տեսակներ, որոնք հերմետիկ փակ միջավայրում կարողանան տևական ժամանակ աճել եւ ստեղծում են փոքրիկ միջավայր, փակ միջավայր, որտեղ որ բույսերը տարբեր շարունակ աճում են եւ այդ կամպազիաները ընդհանրապես խնամքի կարիք չեն ունենում։ Կարևոր է իրանց տեղակայումը բույսերի տեսակից կախված համապատասխան լուսային միջավայրում եւ ընդհանրապես կամպազիան դրսից խնամել, փոշին սրբել եւ ոգ տանել, որպեսզի չվնասվի։ Բույսերը մեջ տևական ժամանակ աճում են։ Կան նաև նման կամպազիաների հետաքրքիր տեսակներ, կատարված հետաքրքիր հետազոտություններ, երբ որ 25-30 տարվա փակ համակարգում տեղակայված բույսերը բավականին հետաքրքիր ձևով աճում են, ստեղծում է այսպես սիմվոլիկ ասեն փոքրիկ միկրոկոսմոս, որտեղ որ համակարգը իր յուրահատուկ օրենքներով շարունակում աշխատել, ապրել։ Եվ այդ կամպազիաների հիմնական առանձնահատկությունը խնամք ընդհանրապես խնամք չպահանջելու հանգամանքն է։ Այստեղ օգտագործում ենք աքսեսուարներից բնական քարեր, բնական գեղեցկներ երևի կտեղակայենք եւ ներկված էլի բնական քարեր, ներկված են հատուկ ներկերով, որոնք որ չունեն բույսերը վնասելու վնասպառնագող թունաքիմիկատի էլեմենտներ եւ իրանք շատ սիրուն նայեցնել ավագու կամպազիաների մեջ։ Հիմնականում տարաները, որոնք ընտրվում են կամպազիաները կառուցելու համար, ապակյա են եւ այդ ապակու եւ բնության համադրությունը եւս մի շատ գեղեցիկ եւ հետաքրքիր է նայվում։ Ու այստեղ գունային առումով մենք բոլոր գույները չենք օգտագործի մեր գունավոր քարիկների, կհամադրենք մուգ կանաչի այդ խաղողի համադրությունը դարսնագույն քարերը մեր հիմնական բնական քարերի նույն գունավորությունն են։ Մենք օգտագործենք նրանց կամ երևույթներից։
Մաշրիկը մասնակցում է միշտ դեր կամպասյանը ստեղծելու ընթացքում շատ գիտակցում կամպասյան կառուցելուց հետո նաև պարտացվում է երկարատև ազդեցություն պարտանյութերով սերվը տեղական ժամանակ անհրաժեշտություն չեն ունենում հետագա խնամքի և անհաշտակային կապված ունենք դեպքեր, տարբերակներ, երբ որ նման կամպազիցիաները օգտագործվել են հյուրանոցային բիզնեսում, սենյակների ձևավորումների համար, ու նաև որպես ծառայություն ժամանակ առ ժամանակ գրեթե ամիսը մեկ այցը լիարժեք բավարար անում, որպեսզի առնվազն տվյալ կառույցում կամպազիցիաները նայվեն, եթե անհրաժեշտություն կա ինչ-որ գործողություն անելու, ավելորդ տերևներ, ճյուղեր հեռացնելու, դետալներ թարմացնելու և այլն, ու նաև ջրելու և պարարտացնելու հետ կապված։ Էլի բավականին հեշտացնում է պատվիրատուի ֆիքեթարվել սայթական օգտագործի շատ բիզնես ծրագրերում կիրառվող տարբերակների, քանի որ ունենք արդեն համագործակցություն մի քանի հյուրանոցային բիզնես ներկայացնող կազմակերպությունների հետ, նաև արդեն պետարանում ունենք փորձառություն։ Կարելի ասել մեր կամպասյան պատրաստ է։ Տեսակ, այստեղ տնկվել է 4 տեսակի բույսեր, որոնցից հիմնական 3-ը չմեծացող են, սուկուլենտներ են այստեղ և ֆալոեի տեսակ, որը որ մի փոքր կմեծանա կլցնի վերևի հատվածը և մնացածի տակի հատվածում արդեն կգեղեցկացնեն կամպազիցիան։ Նաև շեշտեմ, որ իրանք հետաքրքիր են այնքանով, որ այսպես ասած դինամիկ կամպազիցիաներ են, ինքը անընդհատ փոխվելու է, բույսերը աճելու են ոնց որ բնության մեջ և յուրաքանչյուր անգամ ձեր կամպազիցիան այլ տեսք է ունենալու, քան այն տեսքը, որը որ ունեցել է ձեռք բերելուց։ Եվ ևս մեկ փաստ շեշտել, որ կամպազիցիաները նախընտրում ենք պատրաստել պատվերը առաքելուց որ ժամանակահատված առաջ, սովորաբար բավարարաբինում մի շաբաթ 10 օր ժամանակահատված է, ինչի համար, որպեսզի բույսերը հարմարվեն կամպազիցիային, արմատային համակարգը սկսի նորմալ աշխատել, ու տեսնենք, որ բույսը արդեն սկսում է իր աշնան պրոցեսը, որպեսզի հետագայում հաճախորդի մոտ բույսերը փչանալու, վնասվելու և աճելու հետ կապված խնդիր չունենա։ Երևի այսքանն է։